Բարև ձեզ։ Այսօր էլի փորձարկում ենք անելու մեքենայի։ Այս անգամ էլ Mercedes-Benz պետք է անենք։ Ինչ ասեմ, չգիտեմ, մտածում էի երկար ժամանակ էլ չանեմ այս հաղորդումը, որովհետև մի քիչ լավ, հիմա ասես թեթև ասեմ, բայց ասես մեր մեջ էլի, այն Bentley-ը հիշեք էլի, որ նկարեցինք, այս փեջը բացել, փակելու կլապանն է, ոնց որ այն հին մեքենաների մեջ են կհիշեք սենց բացոս կար, դա վարձույթի մեքենա էր, բայց դե որ չի գնում այս մեքենան, հիմա հոզորով չի, ոչ գնում է, ոչ կանգնում, ու հետո թե բա տերերը եկան, թե բա ինչ ես ասե, խես այդքան վատ բաներ ասե։ Այո, մենք մեզ լրիվ ձեռ ենք առել։ Դե ես ասեցի, դե Bentley-ն ինչ մեքենա է, որ տալիս եք, մենք փորձարկենք։ Դուք մեզ սենց մեքենաներ եք ցույց տալի, ումա պետք, դուք ձեզ լրիվ ձեռ եք առել։ Այո։ Տենց այս մեքենան տվեցին, ասեցին, տեսնենք սրան ինչ կարաս ասես։ Հիմա այսօր սենց բոլոր ամբողջ ուժերս հավաքեցի, որոշեցի, որ էլի պետք է փորձեմ ու այս անգամ լավ է ստացվելու, այս անգամ կաշխատեմ ինչքան հնարավոր է լավ բաներ ասեմ։ Առավել եւս, որ մեքենան Bentley չի, մեքենան Mercedes-Benz է ու հաստատ արժանի է լիքը գովասանքի, որովհետեւ Mercedes-Benz մանավանդ SL դասը ունի շատ երկար պատմություն, որը հեսա կփորձեմ պատմել։ Ասեմ ավելին, SL-ի մասին, անկեղծ եմ ասում, սրան մի նայեք, ես մանկուց երազել եմ միշտ SL-ի բոլոր մոդելները սկսած Gullwing-ից, այն վերև բարձրացվող SL 300, ավելի ճիշտ 300 SL մոդելից, որից եւ սկսվել է այս մեքենայի պատմությունը, մի լեգենդար մոդել, մի հրաշք, մի ուրախություն։ Արտաքին տեսքից, չգիտեմ, ես ոչինչ չեմ կարող ասել, որովհետև ես շատ եմ սիրում այս մեքենան, կարող է փոքր-ինչ սուբյեկտիվ ստացվի, այսինքն ասեմ, ես շատ եմ սիրում, ինձ շատ է դուր գալիս, ես ինչ կարող է շատերին դուր չի գալիս, չեմ կարող ասել, բայց էլ եմ ասում սուբյեկտիվ է, շատ եմ սիրում, ու ես այս մեքենայի մասին, իհարկե արտաքինի մասին, ինչ էլ ասեմ, լավն եմ ասելու, որովհետև, չգիտեմ, շատ եմ սիրում այս մեքենան, ներքինի մասին իր հնարավորությունների մասին դեռ ոչինչ չեմ ասի, որովհետև բնական է չեմ քշել, չգիտեմ, բայց այս լուսարձակները, այս բամպերը, այս, չգիտեմ, այս ամեն ինչը, այս դիմացի հատվածը, ես տեսնում եմ սիրտս թփրտում է։ Լավ, կլասիկ մեքենա, որը արժի ունենալ, ուղղակի։ Եվ սիրահարները բնականաբար շատ են այդ մեքենայի։ Հիմա, օրինակ, մի հատ սենց նայեք այս մեքենան։ 4.5 մետր երկարություն ունի, 4.5 մետր, պատկերացնում եք, այս չափի մարդիկ ննջարան են ունենում, չգիտեմ, խոհանոցներ, ինչ ասես, տանը կարող ես ունենալ, էլի, տան մի հատված կարող է այս մեքենայի չափ լինել, բայց այս մեքենայի մեջ նստում է ընդամենը 2 մարդ, որովհետև սա Roadster է։ Հետևը եկեք տեսնենք, այս չափի տեղ կա, սենց առաջին հայացքից կթվա, որ տեղ էլ երևի մարդ կարող է նստի, բայց ոչ, սա նախատեսված է ինչ-որ մեծ ճամպրուկներ տեղավորելու համար, տեղափոխելու, նույնիսկ ճամպրուկների համար ամրագոտի ունի, այսպես ճամպրուկը դնում ես և ամրացնում ես, ֆիքսում ես, որպեսզի չընկնի։ Բնական է, երբ տանիքը ծալում ես, բեռնախցիկ ընդհանրապես չի մնում, այսքան բեռնախցիկ է մնում, որը ոչ ոքի պետք չի, նույնիսկ, չգիտեմ, մեկ տոպրակ խնձոր չես տեղավորի։ Այստեղ ինչ ունենք, նստարաններ, այստեղ նայեք, նստարանը սենց լիովին առաջ է գալիս, բայց չգիտեմ, երևի, որ հարմար լինի ճամպրուկը դնել, վերցնել, բայց ինձ թվում է այստեղից էլ հարմար կլիներ, սա կարելի էր չանել, չգիտեմ։ Դե կարծում եմ անիմաստ է խոսել այն բանի մասին, որ ամեն ինչը շարժական, ամեն ինչը բազմաֆունկցիոնալ, տաք հացվող, եսի մի ինչ լինող, վերև ներքև հիշողություններ, բան, դրանք, այս մեքենայի համար
ընդհանրապես հետաքրքիր չեն։ Ունենք բեռնախցիկ, որը կրկին, ինչպես արդեն ասացի, հետաքրքիր չի, ոնց որ ծալած սեղան դրած լինի, միշտ։ Հա, ծալովի են խոհանոցի սեղանը միշտ հետևման ես տալիս, էլի։ Այս մեքենան վարելու համար է, այս մեքենան վայելելու համար է, որ այսենց կիսահով երեկոյան եղանակին, գարնանային, այսենց տանիքը բաց, իջնես, կենտրոն, մեր պարագամուր պետք է իջնես, ու չգիտեմ ինչ անես, որովհետև ես կանա կենտրոնը, մի հատ իջնում գալիս ես, սաղ արդեն տեսել են, սաղ արդեն գիտեն, որ դու ես երկրորդ անգամ անցնել արդեն ամոթ հա, այնպես որ պետք է մի հատ իջնես գաս ու գնաս տուն։ Հիմա ինչը մենք կանենք, գնանք իջնենք կենտրոն։ Աբա։ Ահա։ Մանկության երազանքա բանա, իրականանում է, բանա լինում։ Միշտ երազել եմ էսելով, իջնեմ քաղաք։ Որ կապոտի տակ 5 լիտրանոց V8 306 դիավուշ հզորությամբ և 460 նյուտոն մետր ոլորող մոմենտով։ Բավականին հզոր, հա, բայց չէ որ մեքենան կշռում է 1800-ից ավել կիլոգրամ, ոտքեր ասում եք ինչ ծանր է, ասենք նայում ես, չգիտեմ, 2 տեղանոց իբր սպորտային մեքենա է, բայց ծանր։ Մերսեդեսը ինչ-որ տենց հատուկ հակում ունի, էլի, ծանր մեքենաների, չգիտեմ, սեր է իրա մոտ։ Հեսա ոչինչ դուրս գանք մայրուղիա նման տեղեր, որտեղ մի քիչ հնարավորություն կլինի փորձարկել մեքենան, բայց հիմա ինձ արդեն ոչինչ չի հետաքրքրում։ Ուզում եմ մեքենան դանդաղ գնա, ուզում եմ արագ գնա, արդեն այս ամենը ինձ այնքան հաճույք պարգևեց։ Լեմը ձենը լսեք էլի։ V8 Ոչինչ ուրիշ պետք չի ասել։ Ինչպես ես արդեն ասեցի, մեքենան 5 լիտրանոց շարժիչով է, բայց եթե ուշադիր եք եղել, տեսած կլինեք արդեն, որ մեքենան ամբողջովին SL63 AMG փաթեթն է, արտաքինից լիովին վերափոխված գործարանային, SL63-ն է, տենց փաթեթներով վաճառում են, այս ինչ չոր մեքենա, շատ չոր է, զգացինք, որ շատ չոր է, բայց այստեղ ունենք կոճակ, 3 ռեժիմով կոճակ, որը մեքենան բարձրացնում, իջացնում է, այսինքն հետևաբար փափկացնում եւ կոշտացնում է։ Ես դե փափուկ տարբերակներ երբեք չեմ սիրել, այնպես որ հիմա ինձ մոտ դրված ամենակոշտի վրա, դրա համար, որ ընկնում ենք փոսերի մեջ, իշիազս բռնում է, բայց լավ է, ինձ դուր է գալիս։ Սա ամբողջովին գործարանային վերափոխված AMG Optic, այսպես կարելի ասել, AMG փաթեթ է, 63 AMG։
հետևաբար վերափոխված է խլացուցիչը, հենց 63-ի խլացուցիչ է դրած սկական AMG, այո, դրա համար ձենը, այն որ մենք հիմա լսում ենք ու վայելում ենք, այդ մեզ տալիս է 63-ի խլացուցիչը, այս ձենը, մենակ մազերս ոնց որ անընդհատ, չէ ինչի, օրինակ ոնց որ բանին, ծովափին նստած հիմա լինեմ, տենց վայելում ենք մեղնիկ, ծովի քամին, այո վերևս պալմա, շատ խնդալու եմ ազերես, ոնց որ գլխարկ լինի, մեքենան, ի սկզբանե նախատեսված է պարզապես հաճույքով վարելու համար, հենց դրա համար էլ նախատեսված է, ոչ ընտանեկան մեքենա է, ոչ ինչ-որ սուպեր քար է, ոչ մի բան է, ինքը կոչվում է Gran Turismo, GT, այստեղ օպերատորը բողոքում է, թե բա մեքենան անհարմար է նկարահանումների համար, ասեմ ձեզ, որ այս մեր առաջվա օպերատորը չի, նոր օպերատոր է, դե առաջվա օպերատորին հիշում եք, մեկ հազում էր մաներ անում, տեսած կլինեք, մի խոսքով, հիմա փոխեցինք օպերատորին, հիմա նորա, ոչինչ, կսովորի, դեռ չգիտի ինչ տեղերա նստելու, ինչ անհարմարության մեքենաները նկարելու, բայց ինձ շատ հարմար է, այո, այս մեքենան վարորդի համար է, այս մեքենան են ինչ արված է, հաճույքի համար է արված, ու այն հաճույքի, որ պետք է վայելի հիմնականում երիտասարդը, երեկոյան, սենց հաճելի եղանակին, բարձր երաժշտությունով, որը ասեմ ստեղ ևս կա, բնական է, առանց դրա չէր կարող լինել, շատ բարձր որակի, Bang & Olufsen, թե Harman Kardon, աշկես չի տենեմ, կորցել եմ, բայց շատ լավն է, ես արդեն լսել եմ այս մեքենայի մեջի երաժշտությունը շատ բարձր է ու շատ որակով։ Լավ, մեքենան զարգացնում է իբրև 260 կմ/ժ արագություն, բայց այդ դեպքում երբ տանիքը փակ լինի բան, որովհետև եթե 260 գնաս բաց տանիքով, ինձ թվում է ոչ միայն մազերը, այլ գլուխդ վրայից կթռչի կգնա, չնայած եթե հաշվի առնենք աերոդինամիկայի կանոնները, եթե արագ գնանք, քամին պետքա որ չհասցնի մտնի ներս ու մեզ չի քշի տանի։ Բայց մենք չենք փորձի տենց բան անենք, որովհետև ոչ ճանապարհ ունենք, ոչ էլ ավելորդ գլուխ։ Մեքենան, այդ որ ասում եմ 4.5 մետր երկարություն ունի, այդ երկարությունը լիովին, տենց ամբողջովին զգացվում է այս մեքենայի կապոտի վրա, երբ որ նստում ես ղեկին, հասկանում ես, որ մենակ կապոտն է 4.5 մետր երևի, ոչ թե մեքենան, որովհետև ինքը սենց մի հատ ուռոցիկ հատված ունի, սենց ոնց որ քիթը լինի, մեքենայի կապոտի վրա, ու դրանից այն կողմ էլ ոչինչ չես տեսնում, սենց գնում ու կորում է, ոնց որ անդունդ լինի, աշխարհի վերջն է, մեքենան ունի ամեն ինչ, որ ապահովի այդ երկար, հարմարավետ ճամփորդությունները։ Կլիմատ կոնտրոլներով, երկու նստատեղ ունի, երկու գոտի էլ կլիմատ կոնտրոլ։ Մագնիտոֆոնը ընդհանուր մուլտիմեդիա համակարգը դե շատ լավն է։ Շատ բարձր որակի աուդիո համակարգ։ Մի խոսքով հասկացաք։ Այսինքն լավ, բարձրակարգ, հաճելի երեկո անցկացնել կարելի է այս մեքենայի մեջ էլի։ Ցանկության դեպքում։ Իհարկե, շատ մարդիկ կան, որ ընդհանրապես կաբրիոլետ չեն սիրում, օրինակ ես շատ եմ սիրում, ես չգիտեմ, միշտ եմ սիրել։ Լավ։ Բանը։ Բայց օրինակ մարդիկ կան զարմանում են, գիտեք, ասում են ոնց կարելի է կաբրիոլետ քշել, ոնց կարելի է կաբրիոլետ սիրել, ոնց կարելի է, չգիտեմ, sense վերևը բաց բան, սա հաճույքը դրա մեջ է, ժողովուրդ ջան։ Ու այս ամեն ինչը, այս հաճույքը միասին, իհարկե այս մեքենան չէ, որովհետև այս տարբերակը արդեն արտադրությունից դուրս է եկել, նոր մոդելը, արժի այսօրվա դրությամբ
ամենա սովորական կոմպլեկտավորումով արժի 87,000 ԱՄՆ դոլար։ Եթե ուզում եք սովորական շարժիչով, այսինքն 450 SL450-ը, բայց ամենաուժեղ sense օպցիաներով լցված, sense հագեցված տարբերակով, դուք կվճարեք եւս $30,000։ Այո, $30,000, 87,000 սովորականն է, 117,000 ամենաուժեղ տարբերակով, ամենահագեցած տարբերակով, բայց ամենաթույլ շարժիչ։ Եթե ուզում եք SL65 AMG-ին, որը ամենահզոր տարբերակն է, խայտառակ հզոր, դա արդեն սուպեր քար է, այդ դեպքում կավելացնեք ընդամենը $20,000։ Լավ, մի քիչ երևի խոսենք մեքենայի պահելաձևից, հա, կարելի ասել, ճանապարհներին։ Ոյ, մազերս անընդհատ թռնում են վերև։ Մեքենան բավականին ծանր է, արդեն նշել եմ։ Շրջադարձերին բավականին դժվար է իրան պահում, որովհետև այդ ծանրությունը մի քիչ sense խանգարում է, էլի ընդհանուր առմամբ։ Ճիշտ է, ընդհանուր կախոցները իջացնում ես ամենաներքևի, ամենացածր դիրքի վրա, ամենաչորի վրա, որպեսզի շատ ճոճ չլինի, բայց միևնույնն է, այն կտրուկությունը, այն ագրեսիվությունը չես կարողանում ստանալ։ Բայց փոխարենը մեքենան շատ փափուկ է։ Շատ փափուկ է ու արագ ու փափուկ մեքենա։ Այն ամենը, ինչ պետք է գրանդ տուրերի համար։ Հա, այս մեքենան M3 չի, չգիտեմ, M6 չի, նույն բաները չես անի այս մեքենայով, որովհետև ինքը ուրիշ նպատակի է, էլի ծառայան։ Ու կարծում եմ ստացվում է իր մոտ։ Ճիշտ է, մենք երկար ճանապարհ չենք գնացել, բայց այս նստարանների ձև, այս ղեկի ձև, այս ամեն ինչը, որ սենց ամեն ինչ քեզ հարմարացվում է, սենց մանրակրկիտ կարող ես նստարանի ուղղությունը, դիրքը փոխել, քո համար բան ես, կողքերը, ամեն ինչ մի խոսքով շատ հարմար է արած, որ երկար ճանապարհին չհոգնես։ Կյանքում չես մտածի, որ ինչ-որ սպորտային կամ չգիտեմ, երկու տեղանոց, սենց մի հատ խուլիգան մեքենայի ղեկին ես նստած։ Չէ, բայց սենց նստած ես, չես պատկերացնում, որ այս մասն էլ չտեսնես, որ տանիքը չկա, այսպես որ նստես, սենց մի հատ լյուքս դասի, օրինակ 5S կլասի մեջ ամեն ինչը սենց լավն է, թանկարժեք է։ Շատ լավ է, շատ լավ մեքենա է։ Ճիշտ ասած կուզեի մի քիչ փորձեի այս մեքենայով դրիֆտ անել, բայց չգիտեմ որտեղ ճիշտ ասած անեմ, որովհետև մի քիչ վախենում եմ փողոցներում անել, որովհետև մեքենան երկար է, մեքենան ծանր է ու երբեք չեմ արել, չգիտեմ ինչպես կպահի իրան։ Մի քիչ սենց հանգիստ տեղ եմ ուզում։ Հիմա մնաց գտնենք այդ տեղը։ Նույնիսկ մեքենայի մեջ լույս գտանք, որովհետև ինչպես տեսնում եք, մութ է արդեն ժամը, բայց այս մեքենայի համար ամենահաճելի ժամն է, ամենահաճելի եղանակը, որ արևը ականջներդ ու երեսդ ու ձեռքերդ չի վառում, սենց են տաք քամին չի խփում երեսից, սենց մտնում ծոցդ, այս սենց հով հաճելի, ոչ ոք չի ուզում մեզ թողնի անցնենք, Թողեցին, շնորհակալություն։
Այս մեքենայով օրինակ չի լինում են մի քիչ անկարգավարի տենց բաներ անել, սենց խցկվել, բան, տենց արագ շարքեր փոխել, որովհետև սենց մի քիչ ծանր մեքենա, սենց պետք է վայելես։ Բայց լավ էլ գնում է, շատ լավ է գնում։ Մի քիչ բնականաբար փոխանցումատուփն է դանթալոշոտ, Mercedes-ը ընդհանրապես այդ խնդիրը միշտ ունեցել է փոխանցումատուփի։ Այն ռոբոտ փոխանցումատուփները դե չեմ ասում, դրանք բոլորն էլ լավն են, բոլորն էլ արագ են, շուտ հասկանում են, իսկ ավտոմատները միշտ եղել են դանդաղ, ու սենց այն որ մեկ-մեկ չեն հասկանում, բա հիմա ինչ պետք է անեմ, այն որ սենց ուժեղ գազի ոտնակը ծերից ծեր սեղմում ես, ինքը փոխանցումը հետ չի իջացնում, սենց սկսում է նույն, ասենք 4-րդով կամ 5-րդով սենց արագություն փորձել հավաքել։ Մի խոսքով, տենց բաներ ունի, բայց դե որ մեքենան չունի տենց բաներ, ավտոմատ փոխանցումատուփով։ Օ, ասեմ ձեզ շատ լավ է իրան զգում, շատ լավ է զգում, ուղիղ ճանապարհին, ի տարբերություն իմ մազերի, իմ մազերը, եթե վախենում եք, որ ձեր ֆենը կփչանա, կաբրիոլետ մեքենա չգնեք, ես ֆեն չեմ անում, որովհետև ես անձամբ կաբրիոլետ ունեմ, դրա համար անիմաստ է ֆեն անելը, իմ մազերը միշտ այս վիճակում են, այս մեքենաները աղջիկներին են ավելի շատ սազում են, որ սենց ուղիղ սենց մազերը, սենց հետևից թափվում է, սենց են դրոշակի պես սենց թափ է գալիս, թափարում է, բայց աղջիկը երբ որ ղեկին այս սենց բան անի, այդ շատ վտանգավոր է, հենց որ աղջիկները թող այս մեքենայից չառնեն, աղջիկները թող հեռու մնան, կամ այս մեքենայի ամենաթույլ շարժիչով տարբերակը, չնայած այս վերջին սերնդի մեջ ընդհանրապես թույլ չկա, արդեն 450-ից ամենաթույլ տարբերակը 450-ն է, էդ ինչ է, ինչի համար, բա աղջիկները ինչ անեն, բա աղջիկները ես էլ, մազերս, աղջիկները ես էլ չունենան, էդո չունենան, դե ինչ երևի այսօրվա փակումն էլ սենց անենք ճանապարհներին, սենց երբեք չէինք արել օրինակ, միշտ կամ կանգնում ենք, կամ մեքենայից դուրս եմ գալիս, այսօր վարելով, ինչ ստացանք մենք ես մեքենայից, հաճույք, ես հաճույք, դուք չգիտեմ, դուք այդտեղ չգիտեմ ինչ կարծիք կազմեցիք ես մեքենայի մասին, էկրանների հետևում նստած, բնականաբար այս մեքենան էժաններից չի, ու որպես առաջին մեքենա ինքը պարզապես, այսինքն ոչ թե առաջին, այլ միակ տան ընտանիքի մեքենա պարզապես չի կարող լինել, հետևաբար, այս մեքենան ունենալու համար դուք պետք է լինեք բավականին հարուստ, նախ պետք է լինեք հարուստ, որպեսզի ունենաք մի 2-3 մեքենա, որ հետո նոր 4-րդ մեքենան ձեզ կարողանաք թույլ տաք մի $120,000-ից սկսած, չէ լավ, $90,000-ից սկսած, ունենալ մի հատ այսենց մեքենա։ Այնպես որ, այս մեր հաղորդումը հարուստների համար էր, լավ կարծես այսքանը այսօրվա համար։ Մեր բաց թողնված հաղորդումները դուք կարող եք հիմա գնալ դիտել YouTube-ում Drive News ալիքով կամ մեր պաշտոնական կայքում avtodrive.am հասցեով կամ կարող եք միանալ մեզ Facebook-ում, իսկ քանի դուք անում եք այդ ամենը, մենք անջատենք տեսախցիկը և գնանք շրջենք մեր գեղեցիկ երեկոյան Երևանով, այս հաճելի մեքենայով։ Հիմա ջիջիլ եմ գցում, կա նման բան։ Գնացինք, հաջողություն, կհանդիպենք հաջորդ շաբաթ։
ճիշտն ասած ձեզ հրաժեշտ էի արդեն տվել, բայց ասեցի մի հատ էսենց հետ գանք մի քիչ էլ ջիջիլ գցեմ, այս հրամասին ասում նայեք ինչ հաճելի է, նայեք սենց գնում ենք, երեկոյան, լուսավոր փողոցներ, գեղեցիկ, հով, ջինջ, գեղեցիկ երիտասարդություն, հաճելի մարդիկ, այ հիմա հաջողություն, գնացեք։